Welcome to Apple Park and welcome to WWDC. Ողջույն։ Մենք այստեղ ենք, որ ձեզ ներկայացնենք կարևոր թարմացումները։ Այո, միասին կփորձենք հասկանալ, թե ինչ նորություններ են սպասվում ձեր iPhone-ներում, Mac-երում, նույնիսկ Vision Pro։ Շատ լավ։ Խոսքը ոչ միայն առանձին գործառույթների մասին է, այլ դե ընդհանուր փորձառության, դիզայնի Ու հենց դիզայնից էլ սկսենք։ Հեղուկ ապակի, liquid glass։ արձագանքում է ձեր շարժումներին, սարքի թեքությանը, այն ստեղծում է խորության, լույսի խաղի զգացողություն։ Ամեն ինչ, ծանուցումներից մինչև անցումներ, դառնում է ավելի կենդանի ու գրավիչ։ Պատկերակները թարմացվել են, բայց դուք դրանք միանգամից կճանաչեք։ Ուղղակի էս նոր դինամիկ տեսքն է ստացել։ Հարմարվում են տարբեր ռեժիմների, օրինակ Dark Mode։ Ու մի կարևոր բան է, այս տարվանից բոլոր օպերացիոն համակարգերը iOS, macOS, watchOS բոլորը թողարկվելու են միասնական 26 համարի ներքո։ Այդ դեպքում iOS 26։ Lock screen-ում փոքրիկ թարմացում կա, չէ՞։ Հա, ժամացույցն է հարմարվում պաստերի նկարներին։ Բայց ահա CarPlay-ը կարծես թե լուրջ թարմացումներ ունի։ Վերջապես են զանգի ծանուցման խնդիրը լուծել են, որ քարտեզը փակում էր։ Հիմա շատ ավելի կոմպակտ է։ Նաև նոր widgets ու live activities են ավելացել։ Ասենք կարող եք ընկերոջ թռիչքին հետևել հենց CarPlay-ից։ Իսկ CarPlay Ultra-ն արդեն ավելին է։ Թույլ է տալիս էկրանը ձեր ուզածով դասավորել, նույնիսկ մեքենայի կլիման կամ ռադիոն կառավարել։ Այսինքն Apple-ն ավելի խորն է մտնում մեքենայի մեջ։ Հենց այդպես։ Հիմա Messages հավելված է։ Նոր ֆոներ, հարցումներ։ Զրույցի համար կարող եք դինամիկ ֆոն ընտրել կամ նույնիսկ AI-ով ստեղծել։ Հարցումները, polls-ը շատ կհեշտացնեն խմբային քննարկումները։ Apple Intelligence-ն էլ օգնում է, հա։ Հա, կարող է առաջարկել հարցում ստեղծել, եթե տեսնում է, որ ինչ-որ բան է քննարկում։ Ու ամենակարևորներից մեկը live translation։ Ակնթարթային թարգմանություն։ Այո, հաղորդակցությունների համար։ Լավ, անցնենք watchOS-ին։ Հաշվի առնում ձեր տեղը, ժամը, սովորությունները։ Ասենք, մարզասրահ եք մտնում, միանգամից մարզման widget-ն է բերում առաջին պլան։ Կամ եթե անծանոթ տեղում եք արշավի, կարող է backtrack-ն առաջարկել։ Հետդարձի ճանապարհը ցույց տալու համար։ Ու մի շատ պրակտիկ բան էլ ժամացույցն ավտոմատ կարգավորում է ծանուցումների ձայնը, կախված շրջապատի աղմուկից։ Իսկ մեծ էկրաններից tvOS-ը։ Ինչ նորություն կա այնտեղ։ Դե ինտերֆեյսն են թարմացրել։ Նվագակման կառավարումն ավելի նուրբ է դարձել, իսկ պաստառներն ավելի կինեմատոգրաֆիկ տեսք ունեն, ավելի ընկղմող փորձառություն են ուզում ստեղծել։ iPhone-ի հետ ինտեգրումն էլ ավելի է խորացել, այնպես չէ։ Այո, Mac-ի վրա արդեն կարող եք տեսնել iPhone-ի live activities-ները։ Ասենք սննդի առաքման կարգավիճակը։ Մենյու բարը։ Հա, կարող եք ուղղակի ձեր iPhone հավելվածները բացել ու օգտագործել Mac-ի վրա։ Այսինքն հեռախոսին ձեռք տալու կարիք չկա։ Գրեթե սա էկոհամակարգի անխափանության հերթական քայլն է։ Նաև ֆոն հավելվածն է եկել Mac, զանգեր, կոնտակտներ, ձայնային post։ Ու Spotlight-ն էլ են հիմնովին թարմացրել։ Հա, սա կարևոր է։ Spotlight-ն արդեն ոչ միայն արագ գտնում է ֆայլեր ու հավելվածներ, այլև թույլ է տալիս գործողություններ անել հենց որոնման տողից։ Օրինակ, նամակ գրել աննային։ Ճիշտ այդպես, կամ սկսել ձայնագրություն։ Ու համակարգը կանի դա, առանց համապատասխան հավելվածը բացելու։ Ժամանակի խնայողություն։ Հակիրճ անդրադառնանք iPad OS-ին էլ, պատուհանների կառավարումն է բարելավվել։ Հա, խոս գնաց պատուհանները էկրանի եզրերին դե կպցնելու հնարավորության մասին։ Սա բազմաֆունկցիոնալ աշխատանքը iPad-ի վրա կհեշտացնի։ Եվ վերջում Vision OS։ Տարածական widgets։ Սա ֆանտաստիկայի ժանրից է հնչում։ Դե բավականին հետաքրքիր կոնցեպտ է։ Այս widget-ները կարծես ձեր իրական սենյակում են հայտնվում։ Կարող եք պատին ամրացնել ժամացույց, սեղանին դնել եղանակի տեսության widget։ Ու դրանք մնում են այնտեղ։ Հա, որտեղ դրել եք, այնտեղ էլ մնում են։ Սա թվայինն ու ֆիզիկականը միացնելու փորձ է։ Պատուհանների կառավարումն էլ են հեշտացրել։ Այսպիսով, ամփոփենք, Apple-ը շարունակում է խորացնել անհատականացումը, սարքերի միջև կապը ու շեշտը դնում է այս խելացի հնարավորությունների վրա։ Հենց այդպես։ Փորձում են տեխնոլոգիաներն ավելի աննկատ ու օգտակար դարձնել մեր առօրյայում։ Եվ այս ամենը մեզ հասանելի կլինի երբ։ Աշնանը պաշտոնական թողարկումների հետ։